Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, որ Իրանում ստեղծված իրավիճակը ժամանակավորապես Միացյալ Նահանգների հետաքրքրությունները փոխել է եւ հիմա նրանց այսպես հետաքրքրությունը այլ տեղ է։ Հիմա թրիփի հետ կապված ոչինչ չկա։ Կարող է դուք էլ չլինեք իշխանության։ Մենք կլինենք, թրիփն էլ կլինի։ Այսինքն ժամանակավորապես այս դադարը ինչի մասին է խոսում։ Թրիփ կլինի, քաղաքացիական պայմանագիրն էլ կլինի։ Բայց կարող է իսկ խնդիրներ չեն ստեղծվել։ Չի, երկուսն էլ կլինի։ Չէ, բայց ամեն դեպքում հիմա ժամանակավոր դադար է, այսինքն Միացյալ Նահանգների ամեն ինչ էս պլանավորման գնում է, հարգելի գործընկերներ, հա, հասկանալի է, կա խնդիրներ այդ մասով, բայց ես կարծում եմ, որ եւ հուսով ենք բոլորս, որ հակամարտություն ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն նրա մասին է, որ գործընթացը ինչ-որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։ Այսինքն այս կողմից վստահություններ են հնչել, որ կշարունակվի գործընթացը, թե դա լավատեսական է ձեր կողմից։ Ես կարծում եմ, որ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով եւ ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ։ Եվ սա էլ մենք մեր թրիփը կսարքենք, մեր հյուսիս-հարավը կսարքենք։ Բայց մենք մեր գործերի վրա ենք։ Առանձին կղզյակ չենք մենք ունենք տարածաշրջանում պատերազմ մեր անմիջապես հարևանությամբ։ Մենք չենք կարող այդ ամենից անմաց մնալ եւ ինչպես դուք եք ասում կարկանդակ ուտել։ Որտեղ կարկանդակ ուտելու համար պարոն Պապոյան, Իրանից կատնամթերքի հումք պետք ունենա։ Մենք կարկանդակ ուտում ենք։ Հենց հիմա հանգիստ ուտում ենք, այնպես որ այս քաղաքականությունը շատ ճիշտ է եւ դա մեսիջ է, պարոն Պապոյան, որ մեր վերաբերում ոչ թե դա մեսիջ է։ Իշխանությունը անհոգ կարկանդակ է ուտում։ Միջին խավը սոցիալական խնդիրների է բախվում, առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկացել, ձուն, կարակը, կարտոֆիլը, հացամթերքը, հացաբուլկեղենը, ինչ անեն այն մարդիկ, որոնք մի քանի միլիոն պարգևավճար չեն ստանում եւ չեն գավ կարկանդակ։ Այդ ձեր ասած մի քանի միլիոն դրամ պարգևավճար ստացող, մի քանի միլիոն չէ, մի քանի 100,000 դրամ պարգևավճար ստացող գլխավոր մասնագետների, օրինակ էկոնոմիկայի նախարարության գլխավոր մասնագետների, առաջատար մասնագետների, փորձագետների, վարչության խորհրդականների, բաժնի պետերի, վարչության պետերի եւ այլ պաշտոնյաների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 7.2% տնտեսական աճ է արձանագրվել, որի հետևանքով օրինակ կառավարությունը կարողացել է անվճար բժշկական ապահովագրություն ստեղծել, որի հետևանքով օրինակ ձեր նշած խավը, ասենք ենթադրենք 30 կամ 50,000 դրամ բժշկական դեղեր առնելու փոխարեն այդ գումարը կուղի իր կյանքի բարելավմանը 10,000 դրամ կենսաթոշակն է ավելացել 10,000 դրամ հետ վճարով 20,000 դրամ կուղի իր կյանքի բարելավմանը եւ այսպես շարունակ այնպես որ ես կարծում եմ որ ավելի լավ է ունենալ օրինակ գլխավոր մասնագետներ վարչության պետեր բաժնի պետեր ովքեր չեն ստանում 200,000 դրամ աշխատավարձ, այլ ստանում են 400,000 դրամ աշխատավարձ եւ կարողանում են այնպիսի երկիր կառուցել, որտեղ մարդիկ գնում են ոչ թե տուն են վաճառում, որ 3 միլիոն դրամով կարողանան իրենց ծնողի վիրահատությունը անեն, այլ պետությունը անվճար անում է։ Իսկ ձեր հարցի պատասխանը արդյոք քաղաքացիները կգնահատեն թե չէ։ Հունիսի 7-ի երեկոյան դուք կտեսնեք, դուք եք ճիշտ, թե Պարոն Պապոյան, ասում գնաճ կա առաջին անհրաժեշտության ապրանքների շարքում։ Ես ասի, այո, իհարկե կա գնաճ, որը խնդրահարույց է, եւ գնաճի համար սահմանադրությամբ կա պատասխանատու մարմին կենտրոնական բանկ։ Եվ կենտրոնական բանկն ասում է թոշակների բարձրացում գնաճ է լինելու, այո։ Կենտրոնական բանկը ասում է, որ թոշակների բարձրացումը 0.2% կարող է ազդել, բայց հիմա գնացեք մարդկանց հարցրեք, օրինակ մեր տատիկ պապիկներին, տնտանիքա ստանում էին, ասենք օրինակ 60,000 դրամ թոշակ առանձին իրար հետ 120,000 դրամ։ Հիմա ստանալու են 140,000 դրամ։ Գումարած ամեն մեկը 20-10,000 դրամ էլ կստանա
հետ վճար։ Հիմա օրինակ իրանք կուզեն երկուսով իրար հետ 10-10 40,000 դրամ ավել ստանան, թե օրինակ 0.2% գնաց չլիներ։ Գնացեք այդ մարդկանց հարցրեք։ Իսկ դուք 40,000-ով կարող եք ապրել մեկ ամիս բան։ Ուրեմն իհարկե դժվար է ապրել 140-ով, բայց 100-ով ավելի վատ է։ 16,000 դրամով շատ ավելի վատ է ապրել։ 16,000 դրամով, որը գիտեք քանի տարի առաջ էր 16,000 դրամ։ 9 տարի առաջ 16,000 դրամով ավելի դժվար էր ապրել։ Պարոն Պապայանից ինձ որ հարցնեք, ժողովուրդ ջան, ես կուզեմ շատ բարձր լինի թոշակները։ Իսկ որպեսզի շատ բարձր լինի, պետք է մի հատ կներեք, չէ, որպեսզի շատ բարձր լինի, պիտի 7.2% լինի, մի հատ էլ 7.2%, մի հատ էլ 7.2, իսկ այդ 7.2-ն էլ որպեսզի լինի, բաժնի պետը, օրինակ, էկոնոմիկայի նախարարության կամ վարչության պետը, չպիտի ստանա 200,000 դրամ։ 200,000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի աշխատավարձը ամեն տարի ավելանում 10,000 դրամ։ Եթե ստանում են 400,000 դրամ, ապա լավ են աշխատում, պրոֆեսիոնալ մասնագետներ են հավաքվում, արդյունքներն լավն են լինում, մեր 600,000 եւ ավել 667,000 մարդու համար 10,000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ։ Եվ եթե այդ 75 միլիարդ դրամի համար պետքա օրինակ 5,000 մարդու 1 միլիարդ դրամի պարգևատրում տալ, դա պետք է անել, որտեղ ես իմանամ մի հատ էլ 1 միլիարդ տանք 5,000 մարդու, օրինակ մի հատ էլ 75 միլիարդ կստեղծվի, հաստատ իսկ առաջարկեմ, ու որ քաղաքական ուժներ իմանա դա առաջարկի, մեր ժողովուրդը կգնա իրան կքվի։ Նախընտրական չէ ամեն ինչ, դրույթը նախընտրական չի, դա արդյունքների վրա հիմնված է։ Հաջորդ օրը 10,000 բարձրացնի բարեպես։ Գաման պոպուլիստական որքան օտարերկրյա ներդրումներ են Հայաստանում եւ ինչ արտադրություններ են բացվել դրանց արդյունքում։ Տեսեք, օտարերկրյա ներդրումները նախ 25-ի թիվը դեռ չի հրապարակվել, վիճակագրության կոմիտեն է հրապարակում, պետք է ընդհանուր ամփոփեմ, որպեսզի կարողանամ, եթե թիվը չկա, չեմ կարողանա ասել, բայց ուրեմն մեր մոտ հիմա այս պահին մի քանի ես ուղղակի խոշոր ներդրումային պրոյեկտներ ասեմ, որոնք որ ընթացքի մեջ են կամ շուտով կլինեն։ Դրանք ամենամեծ ներդրումային պրոյեկտը իհարկե Միացյալ Նահանգների հետ է, դա Nvidia-ի պրոյեկտն է, $500 միլիոն արդեն ներդրվել է եւ ևս $4 միլիարդ առաջիկա տարիներին կներդրվի։ Երկրորդ խոշոր պրոյեկտը դա Հյուսիս-Հարավն է, որ ամբողջությամբ իրականացվում է, նաև միջազգային ֆինանսավորմամբ, բանկային համակարգի կողմից եւ միջազգային գործընկերներն են իրականացնում։ Ես օրինակ, որ մի անգամ գնաք տեսնեք Հայաստանում ինչ, ցանկացած մարդ, որ մի անգամ գնա Հյուսիս-Հարավում Սյունիքում տեսնի ինչ է կատարվում, երբեք Հայաստանում չի հարցնի պարտքը ինչ արեցիք, որովհետեւ կտեսնի, որ օրինակ Հայաստանում հիմա այնքան թունել է սարքում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանում հիմա այնքան կամուրջ է սարքվում, որ սովետական միության 70 տարվա ընթացքում այդքան չի սարքվել։ Հայաստանում հիմա այնքան նոր ժամանակակից ճանապարհ Մարդկանց հաշվին է, մեր հաշվին է դա սարքում, այդ պայտական պարտ եք վերցնում, եւ տարիներով մենք պետք է վճարենք դա։ Մարդու համար է դա։ Դրա շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նոր մի քիչ առաջ այդ օրինակը բերեցինք։ Հայաստանի Հանրապետությունում պարտք չունեն մենակ աղքատ մարդիկ։ Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ով կանցնի։ Այդ թվում են մարդիկ, ովքեր որ ֆինանսավորում են այս բաները, կայքերին։ Այդ մարդիկ Հայաստանում ունեն ամենաշատ պարտքը, որտեղ իրենք իրենց բիզնեսները պարտքերով են անում, վարկը վեկալում են, դնում են բիզնեսի մեջ, շահույթ ստանում, մի քիչ էլ տալիս են այո, բաների, տարբեր մամուլի միջոցների այդ փողերից։ Այսինքն, ուզում ասեմ, Հայաստանի Հանրապետությունում վարկ չունի
պարտք չունի, աղքատները մենակ եւ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ պարտք ունի Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ինչքան հարուստ մարդ կանցնի 10 հոգի, ես դες վստահեցնում եմ, այդ մարդիկ կապ չունի, կարող է մեկստեղ ոչ, դրա համար շատ պարտք չունեն, այլ որ կարողանայի օրինակ եթե հարուստ լինեի, կարող է այդ այսօրվա մեր հարուստների նման 30, 40, 50 միլիոն դոլարանոց հարկային պարտավորություններ ունենայի, որոնք ներդրված կլինեին բիզնեսների մեջ եւ այդ արդյունքը կլիներ։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ։ Ասում դա լավ ճանապարհ չէ հարստանալու խանութի մենեջերի նախարար։ Խանութի մենեջեր ճանախարար չէ, խանութի վաճառող եմ եղել։ Իմ հերը որս ուսանող եմ եղել, ես միլիարդատիրոջ որդի չեմ եղել, որ կարողանայի բանից։ Եղել եմ վաճառող, հետո եղել եմ խանութի մենեջեր, հետո եղել եմ մարքեթինգի բաժնի ղեկավար, հետո եղել եմ հետո եղել եմ փոխտնօրեն, հետո եղել եմ դասախոս, ասիստենտ, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, ազգային ժողովի падգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ, նախարար, ես բոլոր կետերը անցել եմ, ոչ, բոլոր կետերը անցել եմ եւ անցել եմ իմ լավ սովորելու հաշվին, իմ աշխատասիրության հաշվին, իմ կրթության հաշվին, մինչև հիմա էլ ես շարունակում եմ սովորել, մինչև հիմա էլ շարունակում եմ եւ այդպես է, եւ այլ մեխանիզմ գոյություն չունի, այլ մեխանիզմ գոյություն չունի, հիմա ես տարբեր կրթական ծրագրեր եմ գնել եւ տարբեր այդ կրթական ծրագրերով on-line եւ ոչ on-line օրինակ իմանալ ինչ եք իմացել։ Կհրապարակեմ իմ հայտարարագրի մեջ կլինի այդ ծախսերի մասին։ Պարտադիր բան է, որ պիտի կրթական ծրագրի մասին։ Պարոն Պապայան, եւ քանի որ գյուղատնտեսությունն էլ է ձեր համակարգման ոլորտում, հիմա քանի որ այս սեզոնը արդեն ջերմոցներում աշխատանքներ անելու շրջան է, մարդիկ օրինակ կոթայքի մարզում մտավախություն ունեն, ասում են ծաղիկները դնենք, հիմա ծախսը անենք, աճի, բայց ասում են նախորդ տարի տեսանք, որ արտահանման խնդիր կար։ Հիմա այս ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կա, ներողություն, ռիսկերը կառավարման ինչ մեխանիզմներ կան, որ գյուղացին ինչպես անցած տարի արտահանվել է ծաղիկը այնքան ինչքան որ եղել է, այս տարի էլ կարտահանվի։ Եվ գյուղատնտեսական մեկ հարց տեսնում ենք, ներողություն տեսնում ենք, որ օրինակ Արմավիրի ճանապարհի Նեչմիածնի մոտ այդ ակցիան էին։ Դուք ակցիան տեսնում եք, գնում եք ակցիան լուսանկարում եք, ձեր համար ռեպորտաժ եք սարքում, ձեր գործը անում բրցնում եք։ Այդ ակցիայից հետո մենք հարցը լուծում ենք, միլիոնավոր տոնաներով, հատերով արտահանումը գնում է, հետո ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանում մի վարքյան, թողեք խոսեմ, Հայաստանում չկա հարց, որը դուք գնացել եք, նկարվել եք, ձեր ռեպորտաժը ապահովել եք, ձեր YouTube-ում դրել եք, ձեր, չգիտեմ, եթե մոնետարիզացիա էլի չի եղել, դրա համար փողը չեք ստացել, բայց հիմա այդ էլ կա, հուսով եմ կստանաք, արդեն ստանում է։ Դրանից հետո բոլոր հարցերը լուծել ենք։ Արարատի մարզի եւ չկա չլուծված հարցեր, կարկուտից դուժած նախորդ տարի հայտարարում են, որ որևիցե փոխհատուցում մինչև հիմա չի։ Արարատի մարզի բոլոր բնակիչները, ովքեր որ համայնքային հանձնաժողովի կողմից վնաս են ունեցել, բոլորինը փոխհատուցվել է, ընդհանուր փոխհատուցումը կազմել է Բայց ընտանիքներ կան, որոնք չեն ստացել։ 3 միլիարդ դրամ ընդհանուր փոխհատուցումը, շուրջ 3 միլիարդ դրամ։ Չէ, բայց ընտանիքներ կան, որոնք ասում են, որ չեն ստացել։ Ես չեմ կարող գնալ եւ բոլոր տարածքներում նայել, տեսել, այստեղ օրինակ 30% է վնասվածությունը, թե 70, թե 10։ Կա հանձնաժողովը ասում է, որ այստեղ կա օրինակ 50% կամ 45% վնասվածություն, դրան համապատասխան փոխհատուցում Եթե բնակիչները անձամբ դիմեն ձեզ, հաստատի համայնքապետարանը կա հանձնաժողովը գնահատում է վնասը, դրան համարժեք փոխհատուցումը կատարվում է։ Բոլորի, ընդ որում ոչ միայն 2025, 2024-ն էլ ենք փոխհատուցել։ 2026-ի համար էլ փոխհատուցման կարիք չկա, որովհետև 6 ապահովագրական ընկերություն հիմա ընկած գյուղերը ապահովագրություն են անում, արդեն տասնյակ հազարավոր պոլիսներ են վաճառվել։ Պարոն Պապոյան, Իրանի հետ կապված մենք ապրանքային դեֆիցիտ ունենք Հայաստանում, կա այդ խնդիրը։ Այս պահին այդպիսի խնդիր չունենք, իհարկե որոշ ապրանքներ Իրանից, որոնք գալիս են, գիտեք, մատչելի են, դրանք որոշակի երկարատև ժամանակահատվածի համար գնաճային ճնշման կբերեն, որովհետև օրինակ վարորդը հրաժարվում է, ասենք նախորդ
սակագնով տեղափոխել, գործարանը հրաժարվում է ինչ-որ ժամերի ենթադրենք աշխատել, որոնք բնականաբար բերում են նրան, որ կան սպառողական նշանակության ապրանքներ կան, տարբեր են այդ ապրանքները, որոնք որ բնականաբար կարող են, այսինքն այս պահին մուտքի հետ կապված խնդիր չունեն, դեֆիցիտի խնդիր ըստ էության շատ չկա, ավելի շատ ինքնարժեքն է։ Պարզապես Փաշինյանն ասում էր մենք դեռևս 1 տարի առաջ հանձնաժողով են կազմել, երբ որ ասեցի ես եմ հարցրել, հիշում եմ դա, ասեցի դեֆիցիտ կա, ասեց մենք դեռևս 1 տարի առաջ իրավիճակից ելնելով հանձնաժողով են կազմել եւ ամեն ինչ գիտենք, այսինքն 1 տարի առաջ գիտեք, որ Իրանում այսպես իրավիճակ է։ Մենք բոլոր իրավիճակների համար, չէ, այդպես չի, բայց բոլոր իրավիճակների համար հնարավոր է, որ այդպեսի բառ կա հայերենում։ Ինչ է նշանակում խզարած աշխատել։ Լավ, այսինքն։ Բայց օրինակ ես ինչքան գիտեմ հայերենում դες բառ չկա։ Համաձայն եմ, ոչ թե այստեղ բառը Քոչարյանն ասում է չեմ հանգստանալու միջև այս իշխանությունը չհեռանա, Հետո չհանգստանա ինչ է։ տալու իրենց սխալների համար։ Հետո չհանգստանա ինչ է։ Դուք ձեր սխալների համար պատրաստ եք պատասխան տալու։ Մենք միշտ ենք մեր սխալների համար, հիմա մեր սխալների համար պատասխան ենք Մեկ տալիս։ սխալների Ինչ դերով եք Եթե պատասխանում։ ես կոնկրետ սխալ չունեմ։ Դուք անտերի մարդ եք, պարոն Պապոյան, ոչ մի սխալ չեք Եթե սխալ գործեմ, կենթարկեմ պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինի որևէ պաշտոնյա, որևէ կառավարությունում որևէ պաշտոնյա ինքը սխալ գործի ու սխալի համար պատասխան։ Պարոն Պապոյան, անձերի անսխալական նախարար եք։ Եթե այսպես Ամեն էկոնոմիկան չի այսքան վատ վիճակում։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան ասում, ինքը անտերի է։ Էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Էկոնոմիկան 7.2% տնտեսական աճ աշխարհի մատների վրա հավաքած հաշված երկրներում կա։ Փոխանակը պարտանակ թե ինչ արդյունքներ ունի, ասում եմ, էկոնոմիկան շատ լավ վիճակում է։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ գազի գնի էժանացման շուրջ օրինակ կբանակցի, դա իրատեսական է, եթե դառնա վարչապետ, թե ոչ։ Քանի որ չի դառնա վարչապետ, հետեւաբար իրատեսական չի։ Որ դիտեմ եք որոշ Լավ եք էլի։ Իսկ հիմա արագ արձագանքման խմբերի միջև կանչել Հայաստան եւ ինքը վեն զբաղվելու Եվրամիության Հիբրիդային պատերազմի դեմ եք Կայա պայքարել։ Կալասն է հայտարարել, որ իրենք արձագանքելով Հայաստանի իշխանությունների խնդրանքին, կարծեմ Արարատ Միրզոյանն այդպեսին նամակով դիմել։ Դա ենթադրում եմ, ես իմ այդ հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հետեւյալն է։ Եթե կշռակարին, նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոստ թե չի կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողեն թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր եւ դա չգրել հայտարարությունների հիմքը, ինչ կասկածներ կան կամ ինչից ելնելով եք դուք այդպես։ Օրինակ մի օրինակ ասեք, որ շարքային քաղաքացու համար պարզ լինի, դիցուկ ասենք այս ընդդիմադիր ուժը ինչ որ բան է անում եւ դրա համար դուք այդպեսի մտածում։ Այդ ձեր նշած հարցը, ասենք 1044 թվականին, եթե լրագրող լիներ, կանային տային, ասենք բաներին, բյուզանդական էմիսարներին, որոնք որ կամ 424 թվականին կարային տային բաներ Սասանյան էմիսարներին, ովքեր այս նույն գործով են զբաղված։ Պատասխանատվության կենթարկի։ Նարեկ ջան, թող այս հարցը սպառենք նոր էլի։ Քոչարյանը թող մտածի իր պատասխանատվություն ենթարկելու մասին, որովհետև այո, եթե մի բան բացեք թողել, իրեն դեռևս արդարադատությունը արժանի գնահատական իր գործողությանը չի տվել։ Այսինքն վերացել եք։ Դե ժամանակ ունենք, ոչինչ։ Պարոն Պապյան, ով է վտանգում Հայաստանի անկախությունը, որ դուք ԵՄ արագ արձագանքման խմբերին հրավիրել եք Հայաստան։ Ով է վտանգում Հայաստանի անկախությունը։ Դուք ասում եք այդ բոլոր այն ուժերը, որոնք որ օտարերկրյա հպատակ են, իրենց շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունում չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, կամ իրենց երեխեքը Հայաստանի Հանրապետությունում չեն ծնվել եւ այլն, այսինքն հիմա տեսեք ամենայնիվ ասում եք Քոչարյան։ Քոչարյան 10 տարի նախագահ է, այնտեղ նախագահներից անմիջապես հետո իր թորները Ամերիկայում են ծնվել։ Այդ այդքան լավ երկիր էր սարքել։ Կամ դες լավ երկիր սարքողը ինչ էր թողները Ամերիկայում ծնվում, որ դառնային Ամերիկայի քաղաքացի։ Անկախությունը վտանգ է սպառնում։
Այսինքն Ես ասում եմ, որ Եվ ընդհանրապես, եթե որևէ ընդդիմադիր գործիչ կա, որ այլ երկրի ագենտ է փաստորեն այսպես ներկայացնում, ինչու իրավական գործընթաց չեք սկսում իրենց նկատմամբ։ գոյություն ունի իրավական, գոյություն ունի քաղաքական, գոյություն ունի բարոյական եւ այլ գնահատականներ, դրանք ես քաղաքական գնահատականներ եմ տալիս։ Իսկ իրավական, վերջ մենք իրավական պետություն ենք։ Իրավական պետություն ենք եւ իրավական համակարգն էլ, այո, ուշադիր է, այդ թվում նաեւ կանխարգելիչ գործողություններով, այդ թվում նաեւ քաղաքական գործունեության մեր արդյունքում կգանք նրան, որ օտարերկրյա ուժերի ծառայողները կստանան իրենց արժանի տեղը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Իսկ ձեր կուսակցական տուրերը ինչ միջոցներով եք կազմակերպում, որովհետև մտավախություն կա, որ դրանք իրականացման պետբյուջեի հաշվին։ Պետբյուջեի հետ տողի հաշվին։ Դրանք տեսեք Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ կուսակցության միջոցներով։ Ասար Կուսակցության նվիրատվությունների։ Չէ, բայց այստեղ պետության մասնակցությունն էլ այնուհանդերձ ենթադրում եմ կա, որովհետև վարչապետին ուղեկցող անվտանգության աշխատակիցները, պետական այդ մեքենաները, հո այդ օրերին կուսակցությունը դեռևս 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում օրենք ընդունվել, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի կարող, ուղղակի իրավունք չունի, նստի մենակով ավտոբուս ու գնա ակետից բկետ, գիտեք, իրավունք չունի։ Եվ այն մարդիկ, ովքեր որ իր հետևից, եթե չքշեն այդ մեքենան, կդատվեն, կդատապարտվեն։ Հասկանում եք, դες բան է կա։ Այսինքն ամեն դեպքում այս քարոզարշավին պետական ֆինանսավորում ինչ-որ մասով կա։ Ասացի չկա պետական ֆինանսավորում։ Չէ, անվտանգությունը, մեքենաները։ Ագելի գործընկերներ։ Հիմա այդ նույնն է, որ ասենք դուք հիմա պետական ֆինանսավորմամբ հարցազրույց եք վեկալում։ Գիտեք ինչի։ Գտնվեք այս լույսը որ վառվում է, պետական բյուջեից է։ Պետական բյուջեի աջակցությամբ TV5-ը եւ Factor TV-ն ու 24 News-ը հարցազրույց են վերցնում։ Դա նույնը չի, պարոն Պապոյան, նա տարբեր բաներ Հավատացեք, ինչքան հավատացեք, ես այդ օրինակը ցույց տվեցի, որ դուք տեսնեք, թե ինչքան absurd է ձեր տված հարցերը ուտում եմ խնդրում բայց իմ հարցերին ինչ է գնահատական տալիս։ Պարոն Պապոյան, հիմա փաստորեն դուք կանչել եք, որպեսզի աջակցեն ձեզ եւ ընտրություններին դուք հաղթանակ տանեք։ Եվ բոլոր գործողությունները դիմադրողները կարող են ներկայացնել որպես անկախության սպառնալիք եւ կանոնավորում։ Ուրեմն գործընկերները այստեղ են, որպեսզի մեր անկախությանը, ինքնիշխանությանը եւ Հայաստանի ապագայում մեր խաղաղությանը վնասող ու խաթարող որևէ գործողություն Իրենք ասում են դուք եք անկախությանը վնաս պատճառում, որովհետեւ ձեր օրոքն եղել պատերազմ, դուք եք դրսից մարդիկ բերում։ Եվ անկախությունը վտանգ դրա համար ձեր դերբերումները եկան։ Մենք մեզ ոչ էմիսարներ են պետք, ոչ մենք գիտենք ումից ենք քվեր ուզելու։ Այդ քվեն մենք ուզեցել ենք մեղրեցիներից, ագարակցիներից, քաջարանցիներից, գորիսեցիներից, իշխանասարի արակից, գյուղերի բնակիչներից, որոնք շատ մեծ քվեն տալու մեզ։ Ինչու եք ասում Գյումրի 21 թվականին դուք տեսել եք ինչ արդյունքներ ա եղել։ Եվ այսպես մինչև Բավրա եւ նոյեմբերյան եւ ումից որ մենք բոլորը քվենք, այդ մարդկանց մոտ էլ գնում ենք, այդ մարդկանց մոտ էլ գնացել ենք։ Էլի գնացել, բայց առանց Եվրամիության գնացել։ Գնալու ենք, առանց Եվրամիության հետ գնալու ենք։ Այդտեղ Եվրամիության հետ կապված միակ բանը, ինչքան գիտեմ, այդ ավտոբուսն է, որը արտադրվել է Եվրամիության երկրներից մեկում, բայց տարիներ առաջ։ Հիմա ինչի՞ց է անհանգստացած պարոն Պապոյան, որ ասում եք Գյումրի 2 թույլ չենք տալու, մեկ ինչպես թույլ չեք տալու, ինչի եք անհանգստացած։ Դուք եք ասում, մտնում եք Ալեքսանյանը ամենօրյա ռեժիմով եթեր է մտնում, ասում թույլ չենք տալու։ Ես Գյումրի 2 չգիտեմ, գիտեմ Էջմիածին 1, որը լինելու է Հայաստան 3, հեղափոխություն 3։ Դուք մեծամասնություն չեք, փոշիացված ոչ, փոշիացված ձայնով դուք անցաք։ 48% եք դուք։ Մի երկրորդ տեղ է, որ իշկաներ։ Կապ չէ երկրորդ։ Ասեք այդ նույն տրամաբանությամբ ասեմ, դե գիտեք բանա։ Մենք էլ Գյումրիում զբաղեցել ենք առաջին տեղը։ Պարոն Պապոյան։ Ես ձեր քվեով այդ հույսում եմ, Սուզաննա ջան։ Ձեր քվեով։ Դուք ամենաշատը։ Այս process-ի շահառուն այս ազատ մամուլն է, որ ինչ ուզում անում է
ինչ ուզում խոսում է ու ես վստահ եմ այս ազատ մամուլի ներկայացուցիչները թաքուն ամենաշատը իրանք են մեզ քվեարկելու ամենաշատը մեզ թաքուն քվեարկելու չեք ասացի